Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ برخی کشورهای اروپایی و غربی که وجدان در آنها مرده است تلاش می‌کنند با مواضع ریاکارانه خود جای قاتل و مقتول، ظالم و مظلوم و متجاوز و مدافع را عوض کنند. آنها ریاکارانه و کاسدکارانه از ایران می‌خواهند که خویشتن‌داری کنند و زمانی یاد خویشتن‌داری بیفتند که کشور مورد تجاوز قصد دفاع مشروع از خود را دارد. درخواست خویشتن‌داری از کشوری که ملت و تمامیت ارضی آن مورد حمله و تجاوز قرار گرفته وجاهت منطقی و اخلاقی ندارد و باید بر متجاوز فشار وارد شود. Որոշ եվրոպական եւ արևմտյան երկրներ, որոնց խիղճը մեռած է, փորձում են իրենց երեսպաշտական դիրքորոշումներով տեղերով փոխել մարդասպան եւ սպանված, բռնակալ եւ ճնշված, ագրեսոր եւ ագրեսիայի շեմին գտնվող արտահայտությունները։ Նրանք երեսպաշտորեն եւ առևտրականի ոճով Իրանին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել եւ հիշում են զսպվածության մասին, երբ հարձակման ենթարկված երկիրը մտադիր է օրինական կերպով պաշտպանվել։ Զսպվածության կոչ են անում երկրին, որի ժողովուրդն ու տարածքային ամբողջականությունը հարձակման եւ ագրեսիայի է ենթարկվել։ Դա չունի ոչ տրամաբանական, ոչ էլ բարոյական արդարացում եւ պետք է ճնշում գործադրել ագրեսորի վրա։ رسانه‌های رژیم صهیونیستی و حامیان غربیان در توصیف حملات این رژیم با هدف سفیدشویی و تکفیرسازی این اقدامات را به عنوان اقدام علیه اهداف و مقامات نظامی تبدیل می‌کنند و در مقابل عملیات نظامی ایران را اقدام علیه اهداف غیر نظامی توصیف می‌کنند. واقعیت روشن این است که رژیم صهیونیستی با رضایت تمام مناطق مسئولین و شخصیت‌های نظامی و چهره‌های علمی ایرانی را به همراه خانواده‌های آنها و همچنین سایر مردم هدف قرار داده است. آیا صدا و سیمای ایران یک مرکز نظامی و هسته‌ای است؟ حمله بزدلانه این رژیم به صدا و سیمای ایران حمله به حقیقت است و نشانه استیصال آن رژیم است. آنها به دنبال خاموش کردن حقیقت هستند، اما باید بدانند که حقیقت با بمباران خاموش نمی‌شود. Սիոնիստական լրատվամիջոցները եւ այդ լրատվամիջոցների արևմտյան աջակիցները սիոնիստական ռեժիմի հարձակումները նկարագրելիս արդարացնելու եւ մաքրագործելու նպատակով այդ գործողությունները գովազդում են որպես ռազմական թիրախների եւ պաշտոնյաների դեմ ուղղված գործողություններ, իսկ Իրանի ռազմական գործողությունները որպես քաղաքացիական թիրախների դեմ ուղղված գործողություններ։ Ակնհայտ իրականությունն այն է, որ սիոնիստական ռեժիմը դաժանորեն թիրախավորել է բոլոր բնակելի թաղամասերը, իրանցի գիտնականներին եւ զինվորականներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ այլ անձանց։ Արդյոք Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը ռազմական եւ միջազգային կենտրոն է։ Այս ռեժիմի վախկոտ հարձակումը Իրանի պետական հեռուստառադիոընկերության վրա հարձակում է ճշմարտության վրա եւ դա նրանց հուսահատության նշան է։ Նրանք ձգտում են լրացնել ճշմարտությունը, բայց պետք է հասկանան, որ ճշմարտությունը հնարավոր չէ լրացնել ռմբակոծությունների միջոցով։ حمله به تأسیسات هسته‌ای ایران شاید آخرین خط قرمز حقوق بین‌الملل است که رژیم صهیونیستی از آن عبور کرده و اگر جامعه بین‌الملل به این خطوط قرمز بی‌تفاوت باشد مطمئناً تبعات آن برای همه کشورهای دیگر هم خواهد بود. انتظار ما از جامعه بین‌الملل محکومیت قوی حمله به تأسیسات هسته‌ای و مجازات رژیم صهیونیستی به خاطر این اقدام است. Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը թերևս միջազգային իրավունքի վերջին կարմիր գիծն է, որը հատել է սիոնիստական ռեժիմը։ Եվ եթե միջազգային հանրությունը անտարբեր լինի այդ կարմիր գծի նկատմամբ, դրա հետևանքները անշուշտ կազդեն մյուս բոլոր երկրների վրա։ Մեր ակնկալիքն է միջազգային հանրությունից, որպեսզի դատապարտվի միջազգային օբյեկտների վրա հարձակումն ու պատժվի սիոնիստական ռեժիմը այդ գործողության համար։
ما مصمم هستیم از خودمان دفاع کنیم و تا رفع تجاوز و تنبیه متجاوز به این دفاع مشروع ادامه خواهیم داد. تاریخ تجربه‌های فراوانی از کمربندی دشمنان و مقاومت جانانه ایرانیان ثبت کرده است. هدف این تجاوزات نه موضوع هسته‌ای بلکه ضربه زدن به کیان ایران و هویت جمعی ایرانیان است. بنابراین همه اقشار مردم و طیف‌های سیاسی با هر سلیقه و دیدگاهی که دارند اکنون برای دفاع از کشور مصمم و یکپارچه هستند. Մենք վճռականորեն դրամադրված ենք պաշտպանվելու եւ կշարունակենք այս օրինական պաշտպանությունը մինչեւ ագրեսիայի վերացումը եւ ագրեսորի պատժվելը։ Պատմությունը բազմաթիվ փաստեր է արձանագրել թշնամիների ագահության եւ իրանցիների քաջարի դիմադրության վերաբերյալ։ Այս ագրեսիաների նպատակը միջուկային խնդիրը չէ, այլ հարված հասցնել իրանական ինքնությանը եւ իրանցիների հավաքական ինքնությանը։ Հետևաբար բնակչության բոլոր շերտերը եւ քաղաքական խավերը անկախ իրենց ճաշակից եւ հայացքներից այժմ վճռականորեն տրամադրված եւ միասնական են երկիրը պաշտպանելու հարցում։ ایران کاملا ایرانی می‌جنگد. در سرزمین تاریخی‌اش فرماندهانش، دانشمندانش، پدافندش، موشک‌هایش، پهپادهایش و همه چیزش ایرانی است و تحریم‌های ظالمانه و در تحریم‌های ظالمانه از صفر آنها را ساخته است. دشمن مقابل ما سرزمینش قصبی است. پدافندش، جنگنده‌هایش، پهپادهایش همه آمریکایی هستند. رهگیری حملاتش را 11 کشور انجام می‌دهند که 3 تایی از آنها قدرت اتمی هستند. او حمله می‌کند و ما دفاع می‌کنیم. ما واضح‌تر از این میدان نمادی برای اصیل بودن، ریشه‌دار بودن و شرافت نداریم. Այս պատերազմում Իրանը բացարձակապես իրանական է օգտագործում։ Իր պատմական հայրենիքում իր հրամանատարները, գիտնականները, պաշտպանությունը, հրթիռները, անօթաչու թռչող սարքերը եւ մնացած ամեն ինչ իրանական է եւ դրանք ստեղծել է զրոյից, ճնշող պատժամիջոցների ներքո։ Մեզ դեմ արդեմ կանգնած թշնամին գտնվում է զավթած տարածքում եւ նրա պաշտպանությունը, կործանիչները եւ անօթաչու սարքերը բոլորը ամերիկյան են։ Հարձակումները կասեցնում են 11 երկրների կողմից, որոնցից 3-ը միջուկային տերություններ են։ Նա հարձակվում է, իսկ մենք պաշտպանվում։ Մենք չունենք բնիկ լինելու, արմատներ ունենալու եւ պատվի ավելի հստակ խորհրդանիշ, քան այս داشته. به صراحت اعلام می‌کنیم که به دنبال گسترش جنگ نیستیم، اما در برابر هر سناریویی آماده است. ما خواهان گسترش جنگ نیستیم مگر اینکه به ما تحمیل شود. ما خواهان گسترش این جنگ به کشورهای دیگر یا به منطقه نیستیم مگر اینکه به ما تحمیل شود. جمهوری اسلامی ایران در خطوط قرمز اعلام شده خود در منطقه نیز ایستاده و از آن عدول نخواهد کرد. آزموده را آزمودن خطاست. Մենք հստակորեն հայտարարում ենք, որ չենք ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Մենք չենք ցանկանում պատերազմը սրվի, եթե այն մեզ չպարտադրվի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջանում, եթե այն մեզ չպարտադրվի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը եւ չի շեղվի դրանցից։ Փորձվածը փորձելը սխալ է։ خاتمه از دولت ارمنستان به خاطر مواضع شفاف در محکومیت این تجاوز تشکر می‌کنیم و قدردان ابراز همدردی و همراهی مردم شریف ارمنستان هستیم. ما حمایت معنوی ملت ارمنستان را در کنار خودمان احساس می‌کنیم. Եվ վերջում մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը,
այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար եւ բարձր են գնահատում Հայաստանի ազնիվ ժողովրդի զորակցության եւ աջակցության համար։ Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգեվոր աջակցությունը։ Եզարեստան, Եզրեյրան։